Բարև ձեզ, ժողովուրդ, մենք եկել ենք դատախազություն, նենց չի, որ շատ ուզենալով, չուզելով մի կերպ եկանք գլխավոր դատախազություն, բարև ձեզ Տիկին Վարդապետյան, ես դες վերջերս հարցեր եմ հնչեցնում բնականաբար անպատասխան, բայց սա ամենաանշառ հարցն է, որով եկել ենք, սա վերաբերվում է Ավշարի տանջամահարած կատվին, մենք այսօր դատական նիստից ենք եկել, շնորհակալ ենք Վերաքննիչ դատարանին եւ շատ դժգոհ ենք դատախազության աշխատանքից, որտեղ ինչպես դուք գիտեք, դատախազությունը բողոքը տարավ, չասեք բողոք են տարել, բողոքը տարավ չուզելով, այնքան որ կենթանապաշտպանների մեր բերանը փագի, մենք ստեղ չգանք փափուկ բարձերով, այդ փափուկ բարձերը հանեք էլի մեր վզերի տակից, որտեղ մենք բոլորս 4 տեղ քնող մարդիկ ենք։ Հիմա ինչի մասին է խոսքը, խոսքը նրա մասին է, որ եթե թերի քննությունը չլիներ, որ արեց քննչական կոմիտեի Մասիսի, ինչ Մասիս չէր, Արարատի այդ քննչականի պետի ղեկավարությամբ Դավիթ Բաղդասարյանը, որի մասին հազարավոր անգամ մենք բարձրաձայնեցինք, որ այսօր շատ բարեհաջող գնացել եմ այլ Մասիսի քննչական բաժինը ապականի, դիմենք Մասիսի ժողովրդին, որ եկեք դիմեք մեզ, որտեվ դա այդտեղ քննիչ գոյություն չունի։ Հիմա այսօր փաստացի հարկատուների միջոցները վատնեցին երկրորդ անգամ, լիքը դատեր եղավ բանում Արարատի մարզում։ Հիմա Վերաքննիչ դատարանում արդեն 2 թե 3 դատական նիստ եղավ, ու ամբողջը ինչի, որ եթե ժամանակին նորմալ քննած լինեին այս գործը, դատախազն էլ նորմալ հսկողություն սահմաներ, մենք այսօր ստեղ այնտեղ չէինք ընկնել, վերջում երևում է վնասի հատուցում ենք ուզելու մենք կենթանասերներով։ Այսինքն այսօր դատական ակտի հիմքում դրված է դատախազության անփութության եւ քննչականի շնորհիվ կեղծ փաստաթուղթ, կեղծ չստուգված փաստաթուղթ, որ իբրև այդ մարդու, չգիտեմ, մայրը ծանր հիվանդ է, ինքը խնամակալ է եւ այլն։ Շատ չեմ ուզում մանրանամ, այս պայն եկել ենք այստեղ հաղորդում հանցագործության մասին ներկայացնելու եւ գրավոր տարբերակով այսօր on-line դա կուղարկվի ձեզ, հետո չասեք մենք չենք իմացել, խոսքը ինչին է վերաբերում, ես 2 բառ կասեմ, Գոհարը Մանուշակյան, որ հենց հաղորդումը տվող անձն է, ինքը կշարունակի։ Այսօր դատական նիստի ընթացքում Մարսպետ Գրիգորյան կոչվող անձը, որ առաջացանի դատարանում ասել էր, որ ինքն ու իր տղան են եղել, այսօր կա ձայնագրությունը, ուղարկենք վայելեք, ասում է ես եմ եղել եւ իմ տղան։ Այնինչ Արարատի դատախազությունը, ասում է մենք չգիտենք ով է եղել, առ այսօր չպարզված անձ է, չենք կարողանում պարզենք։ Ինձ ասում է փորձաքննություն ենք ուղարկել, դատարանին ասում է քրեական վարույթը ավարտվել է, կարճվել, հետապնդում չի իրականացվել։ Մի հատ կողմնորոշվեք, էլի, ամոթ չի, հա, ամոթ չի։ Այսինքն մի տարի է մենք գնում գալիս ենք ակնհայտ ձայնագրության մեջ լսվում է ձայնը։ Բացի դրանից որ լսվում է, այս մարդը առաջացանի դատարանը դատական ակտ է կայացվել, ասել է որ այս մարդը խմբային է արել այս հանցագործությունը։ Խմբային դա նշանակում է ոչ թե դատախազության աշխատողներից մեկի հետ արել, այլ իր տղայի հետ առնվազն, չնայած մենք գիտենք որ կինն էլ է եղել, լավ էլ կինը մի կողմ, տղան հետն է եղել, բայց մի տարվա մեջ Արարատ մարզի դատախազությունը չի կարում, ճիշտ է, այ որ ասում եմ, այս թերի գրած բողոքը, սա իշնորհիվ ձեզ էր Տիկին Վարդապետյան, որ այս բողոքը գրվեց, որ մեզ ասեք, որ տեսեք դատախազությունը բողոքարկեց, մենք տենց բաներ չենք ուտում, ոչ Ղազախստանից բերած կուտը, ոչ էլ էս, խնդրեմ։ Ուրեմն հաղորդում ենք ներկայացնելու այն մասին, որ կենթանու դաժան սպանությունը տեղի է ունեցել խմբակային, այսինքն 2 եւ ավելի անձինք, որոնցից 2-ը հստակ գիտենք ովքեր են, Մարսպետ Գրիգորյանը ինքը այսօր Վերաքննիչ դատարանում 3 դատարանների եւ դատախազի ներկայությամբ ասաց, որ մեկը տղան էր, մեկը ինքը։ Իհարկե աբսուրդի ժանրից էր, որ ինքը երրորդ դեմքով ինքն իր հետ խոսում էր եւ ինքն իրեն սովորեցնում էր կենթանուն ոնց է պետք սպանել, այնուամենայնիվ դա դատարանի որոշելու հարցն է, բայց
բայց նա նաև բացահայտ ասել է, որ իր տղան ներկա է եղել եւ անգամ եթե իրենք կարողանան ապացուցել ինչը չի լինի։ Դրուզիաներ, շատ դրուզիաներ ունեն, այդ դրուզիաներն էլ չի։ Այդ on-line էլի։ Այդ երևի on-line դրուզիաներ։ Անգամ եթե կարողանան ապացուցել, չնայած վստահ չեմ, որ տղան ինքը սպանությունը չի կատարել, բայց տղան եղել է ներկա, տղան չի խոչընդոտել հանցանքին, չի կասեցրել, ինչը եւս քրեորեն պատժելի է, այսինքն այլ հոդված է լինելու, բայց հոդվածը պետք է լինի եւ տղան եւս պետք է դատարանի առջեւ կանգնի պատասխանատվություն կրելու համար։ Նաեւ հաղորդում եմ ներկայացնելու գործը վարող քննիչի հանդեպ, որովհետև քիչա թերի քննությունը անցել, քիչա այո, կեղծ փաստաթղթեր, տղայի հանդեպ վարույթ էին նախաձեռնել, հետո չգիտես ինչ այդ վարույթը հոդս ցնդեց, ինչի հիման վրա, մենք ուզում ենք նաև տեսնել ինչ ապացույցներ են ներկայացվել, որ տղայի վրայից մեղադրանքը կամ մասնակցությունը հանվել է։ Ընդհանրապես անհայտ է, որովհետև արդեն կները մենք քանի ամիս է այդ դատախազին չէր Սաֆարյան հարցնում են ամեն անգամ ինչ-որ մի տարբեր բան է ասում, այսինքն ասում ենք տղա չենք պարզել, այդ գիտեք ինչ մի հատ անեկդոտ կա, հա, 1000 ներողություն, որ Բերթում երկու հոգի իրար հետ նստած են, մեկը մյուսի ասում է պարատ խաղանք, ասում է ես սենց գնամ գամ, ես ժողովուրդն եմ, մեկը հեսա կոշիկով խփում է այդ մյուսի գլխին, ասում է այսօր խփեց, ասում է 1000 հոգու մեջ արի իմացի ով խփեց, հիմա կարող է դուք այդ անեկդոտը ուզում եք բերեք մեր վզով փաթաթեք, ինքն ա եղել ու տղան կարող է 1000 հոգի մարդ ա եղել, մարտի մեկի գործնա չեք կարում, բացահայտեք թե հետո ով ա եղել, մեզ սենց բաներով դուք չեք կարողանալու լրացնեք Տիկին Վարդապետյան, բաբշե չեք կարողանալու, ուրեմն կամ մեր գումարները ծախսեք նպատակային, թողեն դատախազը ստանա աշխատավարձ, որը կարողանում է հսկողություն իրականացնի, կամ թող դիմում գրի, գնա ղուշ պահի Արարատի մարզում, այդ մեկ եւ երկրորդը, մինչ դուք անընդհատ մենք պետք դուք ունեք վարչություն, հա, որը զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարով, չգիտեմ ինչի դեմ, հարկերը չմուծելու, այս մարդը ակնհայտորեն զբաղված է աղավնիների բիզնեսով, ղուշ բազությամբ։ Ես հիմա չեմ կարողանում հասկանամ, ինչի առ այսօր եւ որը կա լիստեում, այսինքն սենց թերի քննություն, մենք դի քաղաքացիներով թերի քննությունը անենք, աշխատավարձ ստանալ Դավիթ Բաղդասարյանն ու հսկող դատախազը։ Մեր վճարած հարկերով։ Ինչ է սա նշանակում։ Դուք ինչի չեք բարձրացնում այդ հարցը Տիկին դատախազ, թե հարկերից սրանք ոնց են խուսափել, ինչով են ընդհանրապես զբաղված, ինչ դժվար է, լիստեում գոյություն մի թուղթ բարատ։ Ձեր հսկողությունը բացառապես զրոյական է եղել այս գործով։ Բացառապես նախաքննությունն էլ եղել է կեղծիքներով լեցում, կեղծիքներով, սկսված այն փաստից, որ սա ունի հիվանդ մայր, ոչ հիվանդության թուղթ կա ներկայացրած, ոչ իման, որ ինքը խնամակալ է, ոչ խնամակալության թուղթ կա, ես չեմ հասկանում, այս բանը սենց կոֆեի սեղանի շուրջ որոշվում է այս ամեն ինչը։ Հիմա ինչ վերաբերում է տղային, սա ակնհայտ հանցավոր անգործության արդյունք է հսկող դատախազի եւ քննչական մարմնի, ես նույնիսկ չեմ ասում անփութություն, որտեղ մենք բազմիցս գնացել ենք այդ Դավիթ Բաղդասարյանի օբյեկտի դիմաց, որ ինքը բանալիով կողպում էր, մտնում էր սեղանի տակ, սա Մասիսի քննչականի պետի մասին է, Մասիսի արդեն ներկայիս այն ժամանակ Արարատ էր, հա, չէ։ Բազմիցս մենք այնտեղ ասել ենք եւ բարձրաձայնել ենք, որ Էլեն ջան մի քիչ բարձր պահի եւ բարձրաձայնել ենք, որ տղան հետնա եղել։ Այսինքն սա կոռուպցիայի մասին ենք մենք հաղորդումը տալիս, սա կոռուպցիոն ռիսկ է, կամ տղան փող է տվել, կամ ղշով է փակվել քննիչին, ես չգիտեմ ինչով է փակվել։ Ինչ է արել, որ այս տղայի մասնակցությունը Սաֆարյան դատախազի գլխավորությամբ
ընդհանրապես իսպար մարդը բերան դատարանում ասում է ես ու տղաս ենք եղել։ Էլ ինչ են ուզում որ անի։ Լավ, предположим, մեզ չեն լսում, բայց փաստացի Ջանդամը լսում։ մարզպետ Գրիգորյանը ինքն է ասել, որ տղան եղել է։ Հա։ Եվ ոնց ստացվեց, որ տղան այս գործից Անեացավ։ Ահա։ Դրանից բացի կարծես թե Դատախազ Սաֆարյանը վերահսկող դատախազն Հսկող է։ դատախազն է։ Այսինքն նաև մենք պահանջելու ենք, գրել ենք, չգիտեմ, հաղորդում բողոք, որպեսզի ծառայողական հետաքննություն Հակակոռուպցիոն կոմիտե պետք է գրվի Սաֆարյանի վերաբերյալ, որովհետև գրած բողոքը թերի էր, այն ինչ որ ինքը կատարած քննությունը։ թերի այնքան որ մի հատ sense մեր բերանը փագելու համար շպրտած կիսագրագետ բողոք, սա թերի էր։ Քննիչի կատարած գործունեությունը գոհեր։ Հիմա ով է մեր հարկերը մեզ հետ տալու։ Ես չեմ պատրաստվում այտենց մարդկանց գումար տալ։ Տիկին Վարդապետյանը տեղից նայեք, տեսեք ինչա կատարում։ Հեսա բոլոր տեղերով սա դնելու ենք բարձրաձայն։ Էս էլ Արցախ չի, չէ՞ որ սենց ասեք չի եղել Արցախ պետություն։ Էսա շուտով դրա համար էլ են գալու մենք ստեղ այլ կազմով։ Սա էլ Խաչատրյան Գագոչի, չգիտեմ ով չի։ Մի կատու է որ գոնե այս գործը մինչև վերջ կարողանաք տանել։ Մենք այդ հաղորդումը տալու ենք, հետամուտ ենք լինելու այդ հաղորդման հետագա ընթացքին։ Տիկին Վարդապետյան։ Նաև հաղորդում ենք տալու համայնքապետարանի այն աշխատողի վրա, Կեղծ ով որ փաստաթղթ։ այո, տեղեկանք է տվել, որ մարզպետը հանդիսանում է իր մեծահասակ տարեցմոր խնամակալ, այն Շատ դեպքում, երբ խնամակալ կարող է նա հանդիսանալ միայն դատարանի որոշմամբ, դատարանի կողմից տրված Ընդհանրապես հոգաբարձուների Այո, որևէ լուրջ ակտ չկա, պրոցեսից հետո, որ ահա։ խնամակալ է, սուտ։ Իսկ եթե այդ մարդը ապրում է, այսինքն մայրը ապրում է իր տանը, իսկ իր տանը նաև ապրում է մարզպետն ու իր ընտանիքը, դա դեռ չի նշանակում, որ մարզպետը չպիտի պատիժը կրի բանտում, որովհետև ինքը ունի մամա, մարզպետը ունի եղբայր, Կանոնիկ են երեխաներ։ Կոչուբաև փաստաբան է։ Ես գրառումը, ես իր այդ ընդհանրապես որևէ հարաբերություն չունեմ, բայց գրառումը կարտացի որ կինը վատ էր, ինքն է դատապարտյալ չէր է։ Ես իմիշ ոչը կատու էր սպանը, գրառում էր արել, այդ մտքովս եկավ ու լիքը մարդիկ։ Լիքը քննությունը լիքը մարդիկ, բայց մարդկանց ինչի բանտերից չեք ազատում, ասեք վերկացեք գնացեք տուն, որովհետև մեղմացուցիչ հանգամանքա որ դուք ամուսնացած եք, լուրջ։ Այսինքն ամուսնանալը մեղմացուցիչ հանգամանք է։ Կատուն մեղավորը որ ինքը ամուսնացել է։ Չէ, բայց այսինքն ստեղ հարցը գնում է նրա մասին, ես հիմա վերջը ասեմ, Տիկին Վարդապետյան, կարաս մենակ ես վերջը լսես, որ այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր, քանի որ Արարատի ամբողջ մարզը զբաղված է խոր վիրաբ եւ այլ եկեղեցիների մոտ, այդ ղուշերը թրցնել հետ բերելով, ղուշերի գալիցոներ սարքելով իրանց լեզվով, իհարկե դա մատանին է, կալցոն է, օղակն է, սարքելով եւ ընդհանրապես ղուշեր վաճառելով եւ դրա իրավապահ համակարգը լուր է, եթե մի հատ կոշկակար, մի հատ մեղ ավել խփիկ ասեն գնանք հարկային դաշտով տանենք մորթենք այս կոշկակարին եւ դատախազությունը լուր է, ինչով որ հանդիսանում է կոռուպցիոն ռիսկերի երաշխավոր եւ հովանավոր, որպեսզի ամբողջ այս մարզը ղուշ բազությամբ է զբաղված։ Հոնկարակը չենք ընկել մենք սրանց ձեռքը։ Չգիտեմ, այսինքն այս գործը այնքան թերիակնված, որ մեջը այնքան բաներ կա, բացի խնամակալությունից, չգիտեմ, էլ են որ լիքը, ուղղակի ակնհայտ այս կարգի վրա ասում ափաշկարա, մարդը կանաս ես ու տղես ենք եղել, դատախազը ասում է չի լսվում, չեմ տեսնում, չի լսվում, հա, ձեռը առնում մեզ։ Այսքանը իմացեք, սրանով մինչև վերջ գնալու ենք, որտեղ սա տիլնի նախադեպ, որտեղ քանի որ դատախազությունը չի կարողանում մեզ հանցագործներից պաշտպանի, առավոտ երբ զարթնում ենք, նա բացեք։ Տիկին Վարդապետյան ինձ ասա սուտա, սենց բերեմ քեզ կրիմինալի քրոնիկան դեմ տան, առավոտ զարթում ենք, ստեղ երեխա են խեղդում, ընդե մարդ են սպանում, ընդե կնիկ են ծեծում, ընդե հղի կնիկ են ծեծում, որ այդ ծեծողին դու հովանավոր կանեցիր անձամբ Տիկին Վարդապետյան։ Այս ամբողջը մենք դիմակրենք, դու չես կարողանում մաքրես, հիմա մենք եկել ենք ասենք, որ դու չասես, ես չգիտեի դրա մասին, Ահա, եւ վերջում ավելացնեմ, որ մենք ֆլեշմոբ էինք արել, հա, այս վերաքննիչ դատարան, որպեսի գործը գնար, բայց մեզ ասացին, որ դատախազը բողոքարկելու է, մենք չհավաքվեցինք, ուզում եմ տեղյակ պայել, որ մենք ցանկացած վարքյան կարող ենք հավաքվել եւ հավաքվելու ենք, բայց չենք ասելու երբ եւ ինչի։
Մենք կհավաքվենք եւ այդ ժամանակ կարծում եմ արդեն շատ ավելի տհաճ հանդիպում կլինի բոլորիս համար։ Ես մենք ուղղակի sense թռուցիկ եկել ենք, ասենք որ Զուտ որպես իրազեկում։ չասես որ չգիտենք։ Եկել ենք հարգանքի տուրք ենք մատուցել։ Ոնց ուզում ես ձևակերպի։ Մնացյալի մասին արդեն կավելացնենք, կլինեն երևի Հիմա նորից հաղորդումը կուղարկենք գրավոր ու կտեսնենք թե դուք ոնց եք արձագանքում։ Գիտեք որ պահին ուզենանք հարյուրավոր մարդիկ կհավաքենք։ Ուղղակի մենք էլ ենք զբաղված, այս տարածքն է դուրս չի գալիս առանց Արտուր Դավթյանի։